ռուսների Ղարաբաղից դուրս գալը եղել է քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում եւ այդ պայմանավորվածությունների մեջ այսպես վճռորոշ նշանակություն ուներ հետեւյալը, որ ռուսները դուրս են գալիս Ղարաբաղից, դրա դիմաց Ադրբեջանը երաշխավորում է, որ հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենում ռուսական պլանով կամ առնվազն ռուսների մասնակցությամբ։ Եվ այդտեղ ռուսները ունեն որոշակի դեր մեր մասով, այսինքն դա ինձ պետք է Ադրբեջանը շարունակեր մեր վրա ճնշումը, ռուսները պետք է գային մեզ փրկեն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը չաշխատեց, ինչ-ինչ պատճառներով ռուսներն էլ Ուկրաինայում այսպես մխրճվեցին այդ պատերազմը, իրենց տեղազատությունն էլ թուլացավ, ադրբեջանցիները հասկացան, որ ռուսների հետ նախ չի աշխատում ինչ որ իրանք պայմանավորվել են, երկրորդը ոնց որ թե հնարավոր է գցել։ Այդ շրջափուլում ուրեմն երևի թե սկսած փետրվար ամսից եղավ որոշակի նախաձեռնողականություն Միացյալ Նահանգների կողմից, որին եթե Երևանում թե Բաքվում որոշակի հետաքրքրություն ինձ թվում առաջացավ, դրանից հետո եթե դուք հիշում եք մեր այդ ուրեմն օգոստոսյան հռչակագրից օրեր, իսկ գուցե նաև ժամեր առաջ Ուկրաինայում եղավ Սոկարի ենթակառուցվածքների թիրախավորումն ու ոչնչացումը, ինչից հետո Ադրբեջանը վճռականորեն գնաց այս ուղղությամբ։ Ինչ է ստացվում, որ ադրբեջանական կողմը այս խոսակցության մեջ մտնելով ճակատներում հազար անգամ ներողություն ես բառի համար գցել է ռուսներին, ռուսները սկսել են դրան պատասխանել եւ այդ լարումը խորացել է։